Ամենեն հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, անգամ եթե նման հարց են բարձրացնում եպիսկոպոսները։ Անդրադառնալով վարչապետին հանդիպած եպիսկոպոսների վերջին հայտարարությանը, ասել է այս մասին Արշակ Սրբազանը։ Նա վստահություն է հայտնել, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը նման քայլի չի գնա։ Բարձրաստիճան հոգևորականների քայլերը Մայրաթորի դիվանապետը որակեց դավաճանություն։ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ 2 օր առաջ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ էին անում վեհապարին կամ ովին հանգստի գնալ։ Փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործանի արտաքին պատը կատուժած, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել դեկտեմբերի 1-ին ժամը 10:12-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ ապագայում դեռ կկարողանա պայքարել չեմպիոնական գոտու համար։ Ժամանակը կանցնի եւ այս ողջ փոշին կնստի, իսկ այն իրադարձությունները, որոնց վիճակված է տեղի ունենալ, անպայման կկատարվեն, ամեն ինչ իր ժամանակն ունի, գրել է Ծառուկյանը Telegram-յան ալիքում։ Նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտի երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով հաղթեց նյուզելանդացի մարզիկին։ Ծառուկյանը գիտողոսային մենամարտի հնարավորություն չստացավ նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրյայի հետ, որը ժամանակավոր դադար վերցրեց կարիերայում։